Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք տեսահոլովակների շարքը, այս տեսահոլովակը անաձեռներեցի կամ կազմակերպության գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու մասին է, այդ նպատակով մուտք ենք գործում օգտվողի գրասենյակ, հաշվետվություններ բաժինը, այստեղ ունենք 207 ձևի հաշվետվությունը, հայտարարություն հարկվճարի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետներով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին։ Ուրեմն հաշվետվության մեջ ունենք 3 կետ, առաջին կետը ընտրում ենք այն դեպքում, ասեմ ի դեպ, որ այս հաշվետվությունը վերաբերում է թե անհատձեռներեցներին, թե կազմակերպություններին։ Առաջին կետը դրաստում ենք այն պարագայում, եթե գործունեությունը դադարեցնում ենք անորոշ ժամկետով։ Երկրորդ կետի դեպքում մենք գործունեությունը դադարեցնում ենք որոշակի ժամկետով, այսինքն մենք կարող ենք ասել, որ այսօրվանից մինչև ենթադրենք դեկտեմբերի 31-ը գործունեությունը դադարեցնում ենք և հունվարի 1-ից վերսկսելու ենք գործունեությունը։ Այս պարագայում համակարգը կհասկանա, որ մենք մինչև դեկտեմբերի 31-ը գտնվելու ենք դադարի մեջ, իսկ հունվարի 1-ից արդեն համակարգը անհատձեռներեցին կամ կազմակերպությանը կշնորհի գործող կարգավիճակ։ Իսկ երրորդ կետը նախատեսված է այն դեպքին, երբ մենք գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցրել ենք և պետք է վերսկսենք գործունեությունը, և վերսկսելու դեպքում ևս կիրառվում է հայտարարության այս տեսակը։ Մեր դեպքում մենք մեր գործունեությունը կդադարեցնենք նոյեմբերի ենթադրենք 27-ից, այսօրվանից, հաշվետվությունը կտանք գրանցել և ուղարկել։ Ստորագրում ենք և ուղարկում։ Ուղարկելուց հետո հաշվետվությունը կհայտնվի հանձնվածների մեջ և անձնական գրասենյակում անհատական տվյալներում կտեսնենք, որ անհատձեռներեցի կարգավիճակը ժամանակավոր դադարեցված է։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ հավանեք, բաժանորդագրվեք և մեկնաբանություններում գրեք, թե հաջորդիվ ինչ տեսանյութ կուզեք, որ մենք նկարանենք ձեզ համար։